Շաբաթ օր է եւ սովորության համաձայն գնում ենք խանութներ, տարբեր տիպի խանութներ ենք գնում, նայելու թե հագուստ, թե էլեկտրական սարքեր եւ թե ամեն ինչ։ Կարճ ասած, նոր խանութներ են գնալու, որտեղ միասին կարծես թե երբեք չեն եղել։ Ինչևէ, գնանք, գները նայենք, ինչ էլ որ գնումներ կանենք, կբերենք տուն, այդ էլ կնայենք եւ կհամեմատենք գները Ֆրանսիայի, հատկապես մեր քաղաքի խանութների գները ձեր բնակավայրի խանութների գների հետ։ Գնացինք։ Լավ շոկա, ես է տակ-տակ հագնված դուրս եկա, դե մտնենք կոնֆորամա մեր սիրած խանութն է, տեսնենք ինչ գազօջախներ կան։ Կոնֆորաման ֆրանսիական խանութների ցանց է, որտեղ կա ամեն ինչ տան համար, զղջեր հաճախ են արվում, բայց ոչ ամեն ինչ, եւ հիմա միգուցե զղջերի շրջան է, ամբողջ խանութում զղջեր էր արված, բայց այստեղ կարծես թե չկան զղջեր։ Դե եկանք միանգամից այս բաժինը, մի քանի տարբերակներ կար, իհարկե անծանոթ ֆիրմաներ են հիմնականում, բայց ուշադրություն ենք դարձնում արդեն չափին, էներգիայի ծախսին, հիմա ներքևում ցույց կտամ, եւ բնականաբար ներքևը լինի էլեկտրական, վերևը գազ։ Բեկոյին իրենք խորհուրդ տվեցին, բայց վերևի այդ հատվածը նաեւ էլեկտրական կար, եռաֆաս հոսանքով է միանալու, իրենք են բերելու տեղադրեն, դե իհարկե վճարով, տեսեք, այս ան որ բարձր է, դա ահագին պլյուսներ է, ներս իմացնել մեծ է, 69 72 լիտրանոց չափի համար է, մի խոսքով սիրելիներս ուսումնասիրում ենք, եւ ես գերադասում եմ այսպես կափարիչով լինի, որ բաց լինի կափարիչը, նաեւ պատը չկեղտոտվի, ինքը լավ պաշտպանիչ է, նայենք, տեսնենք ինչեր են, փաստորեն մեկ այդպես ցանց է, մեկ էլ տապակ է, տապակա ուղղանկյուն ձևի, սա էլ էր արդեն տան համար եւ սա էլի, տեսեք ինչ հետաքրքիր, լավ թանկ արժե եւ 60 սանտիմետրանոց է ձեզ ասեմ մեր ուզած չափը, լայնությունը, չուգունից էր այս հատվածը, շատ ծանր էր եւ տեսեք ինչ հետաքրքիր բռնակներ հայտնաբերեցի, շատ օրիգինալ էր, բայց այս շատ թանկ է մեզ համար, քանի որ անծանոթ ֆիրմա է, հիմա եթե սա Bosch լիներ, անկասկած չի ասի, որ թանկ է, բայց քանի որ անհայտ ֆիրմաներ են, դրա համար մի տեսակ չեմ էլ դեռ համարձակվում, կգնանք հələ ուրիշ խանութներ, բայց ի զարմանս ինձ կոնֆորամայում մի քանի տեսակներ էին, չնայած պիտի ավելին լինեին, մի խոսքով, այս էլ բաղնիքի համար նախատեսված բաժինն է։ Փաստորեն Սառնանի հետ կապված այդ հարցը տվեցի, ասեց այդ ռեզիները ստուգեք, հիմա պետք է այդ կոդը իր ունենամ, որից հետո գնանք արդեն մեկ ուրիշ տեղ պատվիրենք, կգնանք տուն կնկարեմ, կամ էլ եթե ունեմ այդ քարտը դեռ պահած եմ, դրանով գնանք պատվիրենք, տեսնենք կանցնի, թե չէ, հավանական է դրանից լինի։ Այս խանութների ցանցեր իրարից այնքան հեռու են, հիմա եկել ենք էլեկտրոդեպո, ուղղակի տեսնելու ինչ կա, երբեմն խորհուրդ են տալիս այստեղ էլ գալ։ Օրվա երկրորդ կեսն է, շատ հանգիստ ենք, որովհետև ճաշեցինք, երեկվա լոբուց կար, հələ ավելի էր թանձրացել հյութը, ավելի համեղ էր ստացվել, դե բնականաբար որ նստել է արդեն, հյութը այդպես թանձրացել է ու շատ համեղ էր ստացվել։ Հիմա այս էլեկտրոդեպոն եկանք, վերջին անգամ երև 2017-ին եմ այստեղ եղել, չենք եկել, մեր հոշեկուլը այստեղից էին գնել,
Հիմա գնանք տեսնենք այդ գազօջախներ կան, չկան, ինչեր կան ընդհանրապես, ինչ փոփոխություններ կան, որովհետև ժամանակահատվածը շատ երկար է։ Տեսնենք ինչեր կան, Ժորժ ջան։ Զղջված բաները դրել են այս կողմերում, տեսնենք ինչեր են իրենք գովազդում։ Ահա, ճարպաջառոցները, սա էլ ֆլյուտերնիցա, որ պատրաստեն ֆրիտ։ Տեսնենք մյուս կողմում ինչեր կան, տարբեր մուլինեքսը ես չեմ հավանում, դուք կգրեք ձեր կարծիքը, եւ այստեղ արդեն Վալբերգ, հələ տեսնենք սա ինչ ֆիրմա է, մյուս կողմում էլ արդեն էլի մուլինեքս, այս կողմ ինչ ունենք, հա, այս կողմն էլ արդեն նինջան է, որը էլի գովազդում են, երկու մասանոց է, չգիտեմ, երկու մասանոցն է հարմար, թե ընդհանուր մեկը այդ ձև հարմար է, մեջտեղը կիսում են, երկու մասի բաժանում, որ մեծ բան էլ օգտագործես էլի, ահա տես ամբողջական ենթադրենք հավես ուզում դնել, չնայած չափերը դե տարբեր են, գներն էլ իհարկե բնականաբար տարբեր են, սա 200 եվրո արժեր, մի խոսքով գովազդը հիմա կենտրոնացված է ճարպաջառոցների վրա։ Առաջ շարժվենք, որևէ բան հարմար չկար, եւ որպեսզի շատ ժամանակ չկորցնենք, արագ գնանք դեպի այդ տեղը, այդ շարքը, որտեղ որ կան գազօջախներ։ Վերևի հայելու մոտ տեսնում եք, որ ձախից երրորդն է միայն գազ, մնացածը արդեն էլեկտրական են, այն մյուսն էլ էլի գազ ու էլեկտրական է, եւ էլի տեսնենք ինչ է սա իրենից ներկայացում, մոտիկից հələ փորձեմ նայել, այնքան էլ վերև է դրած, որ հնարավոր չի նայել։ Ահա, գները մի կերպ կարելի է նայել, հիմա Վալբերգ, բանից պարզվում է, այս Վալբերգը էլեկտրոդեպոյի ֆիրման է։ Այստեղից էլ գնացինք դաղցելի էլեկտրատեխնիկայի մեծ ցանց է, տեսնենք այստեղ ինչեր կան։ Շորժ ջան, հիմա եկել ենք Դաղցի, իդեպ բուլանժեր անցած անգամ էինք մտել։ Դաղցին դրանք հատուկ մասնագիտացված ցանցեր են, որտեղ կգտնես խոհանոցի տան համար ամեն ինչ։ Հիմա մտնենք, տեսնենք այստեղ ինչ կա, մոտը էլի բուլանժեր կա, միգուցե այնտեղ էլ մտնենք, կարճ ասած նմանատիպ խանութներ ենք հələ որ մտնում, հետո մի անգամից գնանք խոհանոցի բաժինը եւ տեսնենք ինչ կա։ Գեղեցիկ չէ, այսպես դասավորում են իրենք, աչքգրավող եւ շատ ճաշակով, բայց դե մեծ խոհանոցների համար ամեն ինչ հնարավոր է անել, փոքր խոհանոցները խնդիր ունեն, էլի ցավը դա է, եւ այստեղ արդեն իրենք նաեւ տեղավորում են ջեռոցները հենց նույն պահարանների մեջ, որ գեղեցիկ հավաքում են, բայց իմ տարբերակում դա մի քիչ հնարավոր չէ։ Ողջույններս ձեզ, առաջ շարժվեմ, այստեղ առանձին են, ահա, տեսեք, ավելի շատ իրանք ներկայացնում են մեծ տների համար կամ երևի պրոֆեսիոնալ, ոնց որ 60 սանտիմետրից մեծերը շատ կան, բայց 60 սանտիմետրանոցները տան համար շատ քիչ տեսականի է ու զարմանում եմ։ Հայաստանում նման խանութներ որ գնանք, երևի թե ես չեմ կարող ասել, բայց մոտավորապես մինիմում 15 տեսականի մինիմում կլինի, եթե ոչ ավել։ Այստեղ չկա, ահա այս մեծերն են, էլի դե սրանք պրոֆեսիոնալներն են կամ մեծ ինչ ընտանիքների համար։ Տեսնենք փոքրերից կան, երևի մյուս կողմում է, շրջվեմ, տեսնեմ ինչեր կան, եւ արդեն եթե ինչ-որ հարցեր ենք ունենում, մենք խորհրդատուներ են լինում, էլի իրենք մոտենում են եւ խորհուրդ են տալիս։ Այստեղի դրվածները ահա սրանք էին, ընդամենը մի հատ էլ էս մյուսը բացեմ, սա ինչ էր, այս աշխատակիցը խորհուրդ տվեց դա, հիմա էսա ուսումնասիրեմ մյուսները, վերադառնամ դա ուշադիր նայելու։ Սա երևի հասարակ չէ, էլի էլեկտրական է, ստված թե գազօջախ է հասարակ ձևի, բայց չէ, սա ինչ է, ճիշտ ասած սպիտակ գույն չեմ ուզում, ուզում եմ այսպես մոխրագույն լինի եւ ինոքս չժանգոտվող բնականաբար, ահա սա ինչ էր ոնց որ, բայց այնքան անծանոթ ֆիրմաներ են, սա էլ փոքր է, տեսեք դուռը բացվել է, այդ մասով չի անմիջապես ինքը բացում, մի հատ նեղ հատված է, նոր բացում է, ըստ դրա էլ երևի չափերը տարբեր են, դե նրանք արդեն էլեկտրական են, հələ գանք ուսումնասիրելու այս մեկը, բանից պարզվում է, մեջը լավ էր, վատ չէր, թուրքական ֆիրմա է,
եւ շատ են գովում։ Հիմա մոտիկից պահեմ մի հատ կարդանք Վիրպուլ շատ գովեց, անել լավ է, բարձրորակ պահը կա եւ սա արդեն այս երեսի մասը ապակ է, սա էլ չուգունից է, շատ ծանր, որակյալ էր, բայց որ բան է, թուրքական է, մի տեսակ 700 եվրո։ Սա ի նկատի կունենանք, դե հիմա այստեղից էլ մտանք արդեն բուլանժեր, մոտ էր էլի, հնարավոր չէր չմտնել, տեսնենք այստեղ ինչ կա։ Ախր զարմանում ես, հսկայական սրահներ են, շատ մեծ, ու տեսականի չկա, մսաղաց էի ուզում առնեի նույնիսկ մի պահ, այս երկու տեսակներ, ուրիշ տեղեր էլ մսաղաց չկար, էլի մի հատ ստից տեսակ էր դաղծինը, որ այս մետաղի մասը այնքան թույլ է, որ երևի թե մի երկու անգամ աղալուց հետո բան լինի, էլի, նույնիսկ այդ խողովակը թուլանա։ Ահա, հələ տեսեք ժողովուրդ ջան, ինչքան մեծ սրահ է, եւ այստեղից առաջ անցնենք, գանք էլի այս հատվածում ճարպաճառոցները այստեղի ուսումնասիրենք։ Ահա, Bosch-ը աչքս գրավեց, Bosch-ի սամաններ լվացող մեքենա էր դրված, գինն էլ արդեն երևաց, շատ լավն էր։ Հիմա տեսնենք, թե ինչ կա այս հատվածներում, ահա, եկանք գտանք գազօջախը։ Սա նախորդ վլոգում, որ գնացել ենք էլի բուլանժեր, այդ նույն Գողենշ ուրեմն ֆիրման է, սա էլ կարծեմ չեխական ֆիրմա էր, էլի Եվրոմիության անդամ երկրների, բայց նայել եմ Google-ում այդքան խորհուրդ չեն տալիս։ Ես նայել եմ նախորոք, դրա համար եմ կոնկրետ մտածում Bosch-ի վրա, մեկ էլ երկու տարբերակ կա, այդ ֆիրմաներից տեղ հələ չեմ հանդիպել։ Տեսնենք էլի, եթե պիտի վճարեմ լավ թանկ, ավելի լավ է Bosch-ին վճարեմ, այդ նույն ֆիրման էր, տեսակ։ Всё, այդ մեկն է ժողովուրդ ջան։ Պատկերացնում եք, այս ահռելի խանութները վարձում են, այս տարածքները ու ընդամենը մի հատ այդպես դրած էր։ Մեծ մասը արդեն ուրիշ է։ Այս էլի Bosch-ը գրավեց փոշեկուլ է 329 եվրո արժե։ Տեսնենք էլ ինչ հետաքրքիր բան կա։ Այստեղ այդքան չկա, տեսնում եք ինչքան մեծ է այս սրահը։ Գնանք երևի էլի նայենք հələ այս ճարպաճառոցները մոտիկից։ Նույն համարյա գներն էլ այնտեղ էր էլեկտրոդեպոյում նմանատիպը, հիշում եք 199։ Philips-ը ինչ կասեք, օրինակ սրճապարատը խորհուրդ տվեցին Philips վերցնել։ Հետաքրքիր է, մեկը մեծ էր, մեկը փոքր էր, դա ավելի հարմար էր, 219 եվրո, այն աջ կողմինը ավելի թանկ էր։ Տեսնենք այստեղ ինչեր կա։ Մի խոսքով ուսումնասիրենք ժողովուրդ ջան միասին։ Ասեմ ձեզ, որ խանութում այնքան էլ շատ մարդ չկա, բայց հիմնականում գալիս այս ճարպաճառոցներն են նայում ժողովուրդը։ Այդ բաժնում, որ ես գազօջախ էի նայում, մարդ ընդհանրապես չկար։ Եվ արդեն ֆիրմաները պարզը չէ, նինջան շատ է, հիմա չգիտեմ ինչու է նինջան այդքան շատ գովազդում, սա էլ հենց իմ ասած ձևն է, տեսեք ստեղ մեջտեղը դրած էր, սա էլ արդեն մենք կարող ենք դնել, որ երկու մասի բաժանենք, այս ձևով, ամեն ինչ կարող ենք պատրաստել, հենց ցույց է տալիս։ Բարի կիրակի ժողովուրդ ջան, ինչպես եք, լավ եք, ուզում եմ սուրճ խմել ձեզ հետ միասին և զրուցել, հիմա ասեմ, թե ինչ եմ անելու ես, չապես թխել եմ փախլավա, չնայած շատ հետաքրքրեցի, ես սովորաբար 3 գնդից եմ պատրաստում, 3 խմորի շերտով, բայց քանի որ մնացել էր ընդամենը 2-ը և ամեն անգամ որոշում էի թխել ու մի բան խանգարում էր, կամ ընկույզն էի ջարդած ուտում էինք պակասում էր, կամ ինչ-որ մի հարմար պահ չէր լինում, կամ ուրիշ բան էի պատրաստած լինում, հարմար չէր լինում ժամանակի առումով։ Հիմա այսօր առավոտյան շատ շուտ եմ արթնացել, դե սովորության համաձայն այսօր խմել եմ իմ դդմի հյութը, մոտիվացիա եմ տալ ժողովուրդ ջան, տեսեք, ստեղ դդմի տեսակները շատ են, կոնկրետ սա այն կլոր դդումն է, գույնն էլ շատ սիրուն է, լցնում եմ կես բաժակ խմեմ, հետո նորից մյուս կես բաժակը, այսպես սոված փորին ամեն առավոտ։ Որ շատ լավ է, հենց այսպես այս բլենդերով սարքած դդմի հյութն է շատ լավ խոլեստերինի համար, լյարդի
եւ խոլեստերինի համար։ Ես վերջին տեսանյութերից մեկում ասեցի, որ նորից ռեժիմի եմ անցնում, չէ, նոր տարուց հետո մի քիչ գիրացել էի եւ արդեն սիստեմատիկ ամեն առավոտ ուտում եմ չայ սերմերը յոգուրտով, երեկոյան յոգուրտի մեջ, հիմա չափը ցույց տամ, որ ձեզ համար պարզ լինի, մոտավորապես 100-120 երևի գրամ յոգուրտն է, հունական յոգուրտը, տարբեր ֆիրմաների համար տարբեր է, ահա նայեք, այս սրա մեջ, հիմա գրամն էլ ասեմ, չնայած արդեն ասեցի եւ համոզված եմ, որ կլինի մի վայրկյան հագնոցներս դնեմ, անգիր չգիտեմ, այս սա 150 էր, ավելի ճիշտ չափ է, ուրեմն 150 գրամ հունական յոգուրտի մեջ, մեկ թեյի գթալ, չիայ սերմեր եմ լցնում, երեկոյան թողնում եմ սառնարանի մեջ, մինչև ինքը ուռչում է, առավոտյան սոված, փորին, շատ լավ ուտում եմ, մածունով լավ չէ, որովհետև մածունը կարող է ստամոքսը ցավացնել, իսկ յոգուրտը չի ցավեցնում եւ նրա սպիտակուցները ասում են, որ ավելի շատ է պատրաստման տեխնոլոգիայից ելնելով։ Եվ արդեն ենթադրենք մի 10 օր ուտում եմ, արդեն 1-2 օր ընդմիջում եմ անում, ուրիշ բաներ եմ ուտում, մի օր ձու եմ եփում, մի օր ասենք հյութը, եթե դդումը կա 2 օր հյութ, ձու այսպես մի քանի օր ընդմիջում եմ տալիս, նորից շարունակում եմ։ Ուզում եմ ցույց տալ, որ եզրերը ինչքան լավ եմ ծալել, որը շատ կարևոր է էլի ամուր լինելու համար, որ արդեն յուղը կամ մեղրը լցնում ենք, ինքը չպայթի կամ կողքերից չծորա։ Ահա, ձու եմ քսել եւ հիմա այսպես պատարակաղով սեղմում եմ, որ հավասար բարձրանա, հանկարծ միտեղ բարձր չլինի, միտեղ ցածր, չնայած ջեռոցից էլ է կախված, դուք ինձնից լավ գիտեք, բայց ես սա միշտ անում եմ, նախ սիրուն է լինում եւ հետո էլ արդեն հավասարաչափ բարձրանում է։ Ահա, տեսնեք ոնց կթխվի այսօրվանը։ Վերջ, դնեմ ջեռոցը։ Ջեռոց դնեմ, մի 7-ից 8 րոպե հետո կհանեմ, յուղ կլցնեմ, որից հետո արդեն վերջում կհանեմ մեղրը կլցնեմ, արդեն մեղրը լցրեցի, տեսեք ինչ լավ փայլում է, ախորժելի է շատ, ոչ մի տեղից չի դուրս եկել, համաչափ էլ բարձրացել է, շատ լավ է ստացվել։ Հիմա կտրեմ, միասին սուրճ խմենք, սուրճ էլ չունեմ, սուրճել աղան, եւ զրուցենք հենց էլեկտրատեխնիկայի հետ կապված, թե ինչ խնդիրներ առաջացան եւ ինչ որոշում կայացրեցի։ Ես 3 խանութում ասեցի, չէ, որ կասկածում եմ արդեն որը գնել, իսկ հիմա որ շատ տարածված է եւ ավելի խնայողաբար է աշխատում, կարելի է հենց այլ ջեռոց է տարածված հիմա ու շատ տնտեսող է եւ 2 հոգու համար ավելի հեշտ է, նույնիսկ թխվածքի տեսակներ կան, որ թխում է։ Դրա համար որոշեցի, երևի թե այդպես էլ կանեմ, հիմա ձեր խորհուրդն էլ կլսեմ, կսպասեմ ձեր խորհրդին եւ թեկուզ էժան մի հատ գազ կգնենք, չնայած արդեն էլ կարիք էլ չի լինի գնելու, պատրաստեմ ամեն ինչ։ Շոգ է խաշում է ինքը, առանց ձեթի է օգտագործում, ասեցի չէ խանութում այդ 6 տարբերակները ցույց տվեցի։ Մի խոսքով սիրելիներս, հիմա տեսեք կտրենք միասին այս փախլավան եւ տեսեք թե ինչքան լավ է ստացվել։ Խմորը շատ հաջող էր։ Ահա, տեսեք, ես չեմ սիրում, որ վրան դնում են ընկույզներ, անկեղծ ասած ինձ այդպես դուրս չի գալիս։ Եվ լավ մեղր, յուղ, տեղը-տեղին արել եմ։ Բեզեյով եմ ես սիրում, բեզեյով այդպես շատ ավելի համեղ է լինում։ Ես եզրը մի հատ այսպես հանեմ, շատ երկար ստացվեց։ Եվ արդեն մյուսը կտրեմ ու նստենք, նստենք սուրճ խմելու ժողովուրդ ջան։ Ես եզրերն եմ չնայած սիրում, շատ լավ փակել էի, շատ լավ է արել եւ ճիշտը այս թղթով անելն է, որովհետև կպչում է, եթե հանկարծ ինչ-որ միտեղ էլ կտրվում է, արանք է բացվում, արդեն տավայի տակը ինքը տարածվում է եւ վատ է լինում։ Ահա, կարծես թե այսպես հնարավոր է ցույց տալ ձեզ, չնայած հիմա
Կտրածներս ցույց կտամ ձեզ։ Այս եզրի մասն է, ահա։ Երկու շերտով։ Շատ լավ է։ Ես գոհ եմ, չգիտեմ։ Համը որ արտակարգ է, դա խոսք չկա։ Ահա։ Ուղղակի եթե 3 շերտով է ավելի լավ է լինում, բայց դե էլի կախված դե ջեռոցի որակից, արդեն ասել եմ դրա համար եմ մտածում որ կարելի է ինչու՞ չէ։ Սա էլ ասենք տեսեք։ Լավ է, վատ չէ, դե պատկերացրեք սրա մեջ մի շերտ էլ լիներ, ինչքան բարձր կլիներ։ Դե խմորի որակից, ջեռոցի որակից արդեն տարբեր են լինում։ Դե հիմա ես պրոֆեսիոնալ գազօջախ չեմ առնի, սովորական տան համար կամ էլ մի հատ էժանանոց կառնեմ, կփոխեմ, ստե մի քիչ խնդիրներ կա եւ այդպես յոլա կգնանք։ Հիմա գնանք սուրճը աղալու։ Ահա։ Անդամ աղում եւ խմում եմ։ Քիչ եմ աղում, որ մի 2-3 օր ամենաշատը լինի։ Կարենից ձևի սուրճ չի խմում, միայն ես եմ խմում։ Եվ հիմա սուրճ խմեն, գործերս արել եմ, մամաները հենա լվացել եմ, պատկերացեք թխված եմ, թխել մի հատ լվացել եմ նորից, մի հատ ճաշ եմ եփել, լվացել եմ, մի խոսքով խառը վիճակի մեջ ենք։ Միացրեցի, հիմա աղանք և սուրճ տնենք, դուք էլ բերկացեք միալ արեք, սուրճ, թեյ, որը կուզեք դրեք։ Ընդամենը մի քանի վայրկյան, մինչև 1 րոպե և արդեն լավ մանր աղում է։ Տեսեք, բոշ է, ես շատ եմ նախապատվություն տալիս բոշին, ահա, շատ լավ աղած, հիմա այսպես անեմ չթափվի, և արդեն սուրճը եփենք։ Աղացածս լցնում եմ ապակե բանկայի մեջ, հատուկ սուրճիս բանկան է։ Ահա, լացրեցի այստեղ և պարնեմ, սա իրա տուպի մեջ դնեմ, հատ խառնեմ սուրճս, ես սովորաբար ջուրը եղացնում եմ, նոր եմ սուրճը լցնում, բայց այսօր շփոթվեցի ձեր ներկայությունից, ահա, շորջան, ես էլ դնենք այստեղ, Եվ ինչ տեղը պահարանում ես պահանը շատ հարմար պահարանը, շատ լավ տեղավորվում է ամեն ինչը։ Իդեպ եթե շատ փոքր քիչ աղ ենք լցնում, լավ մարսվում է ստամոքսը։
լավ մարսում է, ասում է, հատկապես հաց ուտելուց հետո, բայց ես աղ չեմ լցրել, շատ տարիներ առաջ լցնում էի, վերջերս մի հաղորդում լսեցի, այդտեղ ասեցին ու հիշեցի, որ ես այն ժամանակ նոր էի սովորել սուրճ երբելը սովետի ժամանակ, այդպես էին ասում, դա այն ժամանակ չէին ասում, որ հատուկ առողջության համար լավ է, բայց ասում էին համեղ է, շատ քիչ, իրոք համը լրիվ ուրիշ է, շատ քիչ լցնում ես ու արդեն լավ է լինում։ Միակ թխվածքն է, որ ես սիրում եմ, որ ենթադրենք մի կտոր ուտեմ, կարող եմ երկրորդն էլ ցանկանալ ուտել, որովհետև խշխշան, հավեսով, հետո շատ նես տղաճ քաղցր չեմ անում, բեզեով դե ասեցի անում եմ, վրան էլ յուղ եմ հալած լցնում և հետո վերջում արդեն մեղր։ Բաղադրատոմսը կթողնեմ, կնայեք, կպատրաստեք ու կտեսնեք, որ շատ լավ է լինում, այսպես շատ համեղ է լինում։ Երբ Հայաստանում էի շատ էի թխում, հաճախ էի թխում, շերտավոր խմոր շատ էի անում, դա էի սիրում, այդպես մեկ էլ բուլկու այդ տիպի խմորներ եմ սիրում, բուլկիներ եմ սիրում, թե չկրեմային բան, այդպիսի բաներ չեմ սիրում, բախտս բերել է, որ չեմ սիրում և հիմա էլ դե որ չեմ ուտում, չնայած երբեք այդքան ես շատ չեմ կերել, ովքեր ինձ ճանաչում են, նրանք կփաստեն, պարզապես ես եթե կերել եմ հետո թխված, ես դա լավ չեմ էլ մարսել, երևի տեղից ինձ մոտ արդեն առաջացել է չուտելը, սուրճս մոռացել եմ դնեմ, դուք դրել եք սուրճը, հա, ուրեմն ինչ եմ ուզում ասել, կգրեք ձեր կարծիքները, մի հատ ովքեր ունեն արդեն այդ ճարպաճառոցից գոհեք, գոչեք, որովհետև իմ շրջապատում հավասար էր գոհ և չդժգոհողներ, դրա համար ես լրջորեն չվերաբերվեցի, բայց ես վերջերս նույնիսկ հեռուստատեսությամբ են լավ ռեկլամ անում, բայց նինջային են շատ այստեղ ասում, չգիտեմ, Ֆրանսիայում ապրողներ հատկապես, որ ֆիրման եք դուք գերադասում, հատկապես դե ջահելները ավելի լավ կիմանան, ասեք արդեն մտածում եմ, որ ավելի լավա դրանից առնեմ, էլ միկրոնդին էլ կփոխարինի էլի, տաքացնել, դնել ամեն ինչ, էլ միկրոնդի կարիք էլ չի զգացվի։ Կարճ ասած կսպասեմ ձեր մեկնաբանություններին։ Ուրեմն ժողովուրդ ջան, մեկ անգամ եւս զգուշացնում եմ, արդեն երկիրը նշանակություն չունի, որ երկրում որ ապրում եք, երբեք անծանոթ համարների մի պատասխանեք, որովհետեւ ինչքան տեխնիկան զարգացավ, այդքան խակերությունը, այդքան խաբեությունները շատացան։ Եվ Ֆրանսիայում հաճախ է լինում նման դեպքեր, երբ հարձակվում են աշխատանքային նման կազմակերպությունների սայթերի վրա, տվյալներ են վերցնում հիմնականում, կան գաղտնի, ասենք, այնպիսի բաներ, որ չեն կարողանում իրենք դրանք վերցնել, այդքան մուտք չեն կարողանում գործել, բայց գոնե անուն-ազգանուններ հասցեի կամ հեռախոսի համարներ հաստատ ունենում են, վերցնում են և դրա միջոցով արդեն իրենք սկսում են իրենց խաբեությունները, հեռախոսով զանգում են, ինչ-որ տվյալ են ասում, դուք մարդիկ դե միամիտ հավատում են, լինք են ուղարկում, լինքով մտեք այս ձևով, գրում են, որ մամա հեռախոսս թեկուզ փչացել է, մտիր այս լինքով կամ ինչ-որ մի բան, մի խաբեություններ էլի, չգիտեմ, մարդու միտքը ինչքան հնարավոր է խաբի, որ դիմացինը հավատա։ Եվ այսպես շատերը մտնում են այդ լինքերով, տվյալներ են գրում, բաներ են անում, ինչ-որ կամ ակցիա են ասում, հայտարարել են, դուք հաղթել եք, լրացրեք ձեր տվյալները, փոխանցենք ձեր պրիզը, անհավանական ինչ բաներ կա, իրենք կարող են դրանք ասել ու խաբել։ Եվ վերջին ժամանակները նույնիսկ հարձակվել էին, երբ օտարերկրացիները քննություն են անցնում, նման համալսարաններ կան, նման սայթ, Ֆլեյի այդ ցանցն էին մտել, դեր, դալ, այդ քննությունները, որ հանձնում ենք այդ համակարգող հանձնաժողովի, ուրեմն ամբողջ Ֆրանսիայով այդ ցանցի վրա էին հարձակվել և տվյալներ են վերցրել։ Այդ ընթացքում բազմաթիվ զանգեր եկան։ Ես էլ քննություն տվել էի, բնականաբար, նախ մայիս եկավ նամակը և հետո արդեն զանգերը որ գալիս են, հասկացա, որ դա հենց դա է։ Ուրեմն մի վերցրեք, որովհետև Հայաստանում ավելի շատ է, այնտեղ Viber-ի, WhatsApp-ի, տարբեր տեղեր հարձակվում են, անընդհատ համապատասխան մասնագետ կա, ինքը զգուշացնում է, դուք էլ զգուշ եղեք և մի հավատացեք որևէ մրցանակի, անվճար մրցանակը դա մկան թակարդում է միայն լինում
Սա մեկը միշտ իմացեք սիրելիներս, տեսնեմ սուրճս գոնե մի քիչ հովացավ, ես դե հով եմ սիրում, չէ, չնայած ուզում եմ ձեզ հետ խմել, բայց ոնց երևում է ձեզ հետ չեմ խմելու։ Չէ, տաք է։ Տաք է դեռ ժողովուրդ ջան։ Տաք է։